Այն հիմնավորումները, որոնք նրանք ներկայացնում են այս նախագծի համատեքստում, որևէ առնչություն չունեն մեր ռեալ իրողությունների եւ հետագայում մեզ սպասվելիքի հետ, եւ նաեւ այս տեսանկյունից ուզում եմ նաեւ անպայման նշել, որ նախագծին ուղեկցող նաեւ փաստաթղթերը, որոնք նաեւ հրապարակված են, դուք էլ կարող եք ծանոթանալ, դրանք ներկայացված այդ համեմատությունները, ներկայացված այդ վերլուծությունը խոսում է լրիվ հակառակի մասին։ Համալրման հետ կապված հարցը, հասկանում եք, կան այլ հարցեր, նույնիսկ գործող օրենսդրության մեջ, որտեղ կարելի է համալրման խնդիրը լուծել։ Ես ինքս 2 տարուց ավել պատկերում եմ ատեստացիայի համակարգի փոփոխությանը, որտեղ 1-2 գործողությամբ կարելի է էականորեն բարելավել ոչ միայն համակարգը, այլ նաև բերել համալրման գործընթացի աճին։ Կարելի է բերել այն հանգամանքին, որպես հնարավորինս քիչ թվով մարդիկ տարբեր պատճառով դուրս գան զինված ուժերից եւ այլն։ Այսինքն իշխանությունը իր հայտարարած կոռուպցիոն դրսևորումները, օրենսդրությունում եղած սողանցքները նվազեցնելու, դրանց ռիսկերը նվազեցնելու կամ վերացնելու փոխարեն գնացել է դրանց օրինականացման ճանապարհով։ Այսինքն սա նաև ներողություն, սա նաև խոստովանություն է առայն, որ այս 7 տարիների ընթացքում այս իշխանության ժամանակահատվածում ոչ միայն աճել են այդ դրսևորումները, այլ այս իշխանությունը որևէ լուրջ քայլ չի արել դրանք նվազագույն մակարդակին հասնելու համար։ Հիմա չկարողանալով այս ամեն ինչի դեմը առնել, չկարողանալով համակարգը փրկել, իշխանությունը գնում է շատ ավելի վատ ճանապարհով, որը շատ ավելի արագացնելու է այն արատավոր բարքերը, որոնք այսօր առկա են եւ դրսևորվում են։ Ռազմականացման է, որտեղ նաև ասում են, բացի զենքնելու, նաև սա է, այսինքն բանակի ինչպես դուք եք պնդում, կազմաքանդման մի դետալ է եւ կարծես թե դրան է ձգտում իշխանությունը։ Անկախ այն հանգամանքից, թե ինչ է իր գլխում պահում իշխանությունը, այս process-ը ըստ էության բերելու է նաև զինված ուժերի կրճատմանը, որտեղ տեսեք ֆիզիկական առումով, եթե նույնիսկ լինի աճ, համարենք, որ 1 ամսով ծառայողների թիվը պայմանական 200 է, բայց հասկանում եք, 1 ամսվա ծառայությունը այդ 1 մարդու հաշվով ոչ իրեն է զինվորական մասնագիտություն տալու, ոչ կարողանալ է զինված ուժերի ընդհանուր փիլիսոփայության մեջ որոշակի քո դերակատարում ունենաս, երկրորդն է զուտ ֆիզիկական աճը 1 ամսով ծառայողների դեպքում, պատկերացրեք 24 մարդու դեպքում դառնում է 24 նոր 1 լիարժեք ծառայություն։ Այլ այն դեպքում, երբ որ դու 1 զինվորի վրա 24 ամսվա ներդրում ես անում մասնագիտական առումով եւ 2 տարվա այդ համատեքստում ունենում ես պատրաստված, մասնագիտացված, նաեւ որոշակի փորձառություններ ունեցող զինծառայող։ Երբ որ նրանք ասում են, գիտեք, մենք պայեստազորն ենք մեծացնում, այդ մարդիկ նաեւ պայեստազորում կընդգրկվեն 1 ամիս ծառայած մարդը, որը պայեստազորում է, ոչ այդ մարդը կարող է էֆեկտիվ մարտական հերթապահություն իրականացնել։ Դեռ չեմ խոսում հնարավոր պատերազմական գործողությունների մասին, որի դեպքում միակ բանը, որ կարող է լինել այդ մարդու դեպքում, դա հեշտ թիրախ դառնալն է, հասկանում եք։ Հիմա այս ներողություն փայլակ, հեսա վերջացնում։ Հիմա այս համատեքստում ինչ հաշվարկ դրած է։ Նույնիսկ համեմատությունները, որ ուղեկցող փաստաթղթերով ներկայացված է, տեսեք, օրինակներ բերած է Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի օրինակը, որ տեսեք, այնտեղ ժամկետային ծառայության ժամկետը քիչ է։ Այսինքն 80 միլիոնանոց Թուրքիան բերել է եւ համեմատության մեջ է դրվում 2.5 միլիոնոց Հայաստանի։ Դեռ չեմ ասում քաղաքական նշանակությունը, յուրաքանչյուր երկիր ունի իր սպառնալիքները եւ ունի այն հիմնական սպեկտրը ճակատը, որում մտնում է, գործում է եւ պայքարում է։ Բերել դա պրոյեկտել Հայաստանի վրա, ասել գիտեք, հարևան երկրում, օրինակ Թուրքիայում ժամկետային ծառայությունը ժամկետ այսքան է, հասկանում եք, որևէ աղերս չունի տրամաբանության հետ։ Բայց տեսեք, հենց Վարդան չի հուշում, որ պարտադիր զինվորական ծառայություն, այսինքն պարտադիրը հենց դրա մասին է խոսում եւ հիմա քեշ փողով, հա, դա փոխարինելը որքանով է օրենքի նաեւ շրջանակներում։ Տեսեք, որպես կանոն հասարակության շրջանում օգտագործում է ժամկետային ծառայությունը, բայց իրական ձևակերպումը իհարկե պարտադիր զինվորական ծառայությունն է։ Այս օրերին ես նաև տեսել եմ բազմաթիվ իրավաբանների, որոնք նաև իրավական տեսանկյունից են շատ ավելի մատչելի եւ որակյալ նաև վերլուծություն ներկայացնում այս իրավիճակի հակասահմանադրական եւ հակաօրինական լինելու հանգամանքի մասին, բայց կրկնում եմ, այստեղ ոչ միայն օրենքի խնդիր կա, ոչ միայն այստեղ քաղաքականության խնդիր կա, այստեղ կա գաղափարական բավականին մեծ խնդիր եւ սա
ջարդում է այն ողնաշարը, որի վրա հիմնված է մեր զինված ուժերը, այսինքն գաղափարական մոտեցումը, հայրենիքի նկատմամբ ունեցած պարտքի զգացումը, երբ որ այդ ամենը վերահսկում ես ու դա դնում ես բացառապես ֆինանսների վրա, սրանով որևէ խնդիր չես լուծելու։ Մի հանգամանք էլ ասում են, գիտեք, այդ գումարների հաշվին կարող ենք վճարել, օրինակ, չգիտեմ, մեկի դեպքում 2 պայմանագրայինի Իսկ ով է ասում, որ մեր նման ժողովրդագրական վիճակ ունեցող երկրների պարագայում մենք ունենք այնպիսի մեծ ռեսուրս, որ կարելի է ժամկետային ծառայությունը, պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատել, դարձնել փողով, ինչպես հասարակության մեջ է ընդունված ասել, եւ մեծ թվով մարդիկ կօգտագործեն այս հնարավորությունը ավելի բարձր վարձատրությամբ գան ծառայության։